Տարիների վեր հանրապետական կուսակցությունը հաղթանակ է գրանցում թիմ ընտրությունների մեծ մասում, այդ թվում Գյումրիում եւ Վանաձորում։ Տարիներին համընթաց նվազում են նաեւ այս կուսակցության օգտին գրանցվող ձայները, դրա վառ արտահայտությունն էին Գյումրիի եւ Վանաձորի վերջին ընտրությունները։ 2008-ին Գյումրիում քաղաքապետի ընտրություններում հանրապետականը սատարում էր Վարդան Ղուկասյանին, նա ստացավ ձայների մոտ 58%, 31375 ձայն։ Այդ ընտրություններում քվեարկությանը մասնակցել էր 54107 մարդ։ 2012-ին հանրապետականն արդեն սատարում էր Սամվել Պալասանյանին, նա ստացավ քվեների շուրջ 60%, 27500 ձայն, կամ մոտ 4000-ով պակաս նախորդ ընտրություններից։ Ընտրողների թիվը նույնպես նվազել էր, դառնալով 46093։ 2016 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններում իշխանության աջակցությունը վայելող Պալասանյան դաշինքը ստացել է ձայների մոտ 33%, 14987 ձայն։ Քվեարկությանը մասնակցել է 41278 մարդ։ Փաստորեն 2008-ի համեմատ 2016-ին Գյումրիում հանրապետականի օգտին գրանցված ձայները ավելի քան կրկնակի նվազել են։ Վանաձորում 2008-ին հանրապետականը սատարում էր Սամվել Տարպինյանին, այդ տարի քվեարկությանը մասնակցեց 46197 մարդ, Տարպինյանի օգտին գրանցվեց 55% քվե կամ 25493 ձայն։ 2012-ին ՀՀԿ-ի թեկնածուն դարձյալ Սամվել Տարպինյանն էր, այդ տարի քվեարկության մասնակիցների թիվը նվազեց մինչև 44540 մարդ, ՀՀԿ-ի թեկնածուն ստացավ 48% քվե, 21321 ձայն կամ ավելի քան 4000-ով պակաս 2008-ի արդյունքից։ 2016-ի նոր ընտրակարգով ընտրություններին հանրապետականը Վանաձորում մասնակցեց առանձին ցուցակով եւ հավաքեց ընդհանուրի 36%, 14889 ձայն։ Ընտրությունների մասնակիցների թիվը նվազել էր ավելի քան 3000-ով, դառնալով 41278։